այսօր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ եւ դա միջոցառում է եւ կարծում եմ որ հայաստանյան որևէ կարևոր իրադարձություն մեր ընտանիքներում ամեն դեպս ովքեր իրենց համարում են հայաստանցի եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց ինքնության մաս է ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ մի միջավայր որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը եւ այդ ընդհանրապես հետաքրքիր է այդ ընդհանրապես ընդունված է եւ երկար ժամանակ ընդունված է եղել Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու եւ մարդու ինքնազգացողության եւ ավանդույթի եւ ընկալումները շրջանցող ինչ որ միջոցներով քաղաքացու օրը ամենայն հարգանքով, բայց մենք նաև պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք ինչն է խնդրեմը։ Այսինքն դուք ձեր տներում խորոված չեք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ մենք եւ քաղաքի կենտրոնում էլ են իմիջիայլոց իսկ քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաև փողոցում խորոված անել ես դա բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում եւ դա մեր կենցաղի մեր կյանքի անբաժանելի մասն է եւ փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է եւ կարող են լինել հանրապետությունում կան խորովածի փառատոններ ամենատարբեր տեղերում այսինքն ի՞նչն է դիսկոմֆորտը ասենք եթե ենթադրենք բան պատրաստենք ինչ ասեմ ինչ կա բան ենթադրենք եթե բանի կրիվետկա պարտի անենք կհասկանայի կասեիք մի րոպե բա մեր երկրի ինքնությունը բա մեր ավանդույթները այսինքն ի՞նչն է խնդրեմը տեղ ես լավ չեմ հասկանում եւ նաեւ ինչ ես ներկա եմ ամենտեղ Հայաստանի Հանրապետությունում ձեզ վաղուց ժամանակն է որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք Հայաստան ես ներկա եմ ամենտեղ ես գինու միջոցառմաններ եմ գնացել ես տարբեր փառատոնների եմ մասնակցում համերգների եմ մասնակցում փակ եւ բաց դահլիճներում այսինքն նորություն է ձեզ համար ես օրինակ ֆեստիվալներին հիմնականում աշխատում միշտ չի ստացվում աշխատում եմ ինձ համար միտեղ նստած մասնակցում եմ Գյումրիում եմ մասնակցել Իջևանում եմ մասնակցել եւ այդպես շարունակ այսինքն գիտեք ինչ ես էլի եմ ասում եթե ձեր ընկալումը այստեղ խնդիրը պետության ղեկավարի մասին ընկալումների մեջ է ինձ համար ղեկավարը այն մարդն է ով մարդկանց հետ է մարդկանց մեջ է մարդկանց կողքին է Եվ ես հեղափոխական, այո, ես հեղափոխական եմ եւ ես այսինքն ոչ կաբինետն է իմ ընկալումները փոխել եւ ես կարծում եմ որ իմ պաշտոնավարման ընթացքում այո Հայաստանի Հանրապետությունը հեղափոխական փոփոխություններ է ապրել եւ իհեճուկս բոլոր գնահատականներ փոփոխությունները եղել են դրական ռազմավարական առումով դրական եւ ես չեմ սասանվի չեմ երկմտի պաշտպանել այն փոփոխությունները եւ հեղափոխությունները, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում